Վրաստանի խորհրդարանում հաջորդ 4 տարիներին կլինի 3 կուսակցություն։ Նվազագույն շեմը հաղթահարել են իշխող վրացական երազանքը ձայների մոտ 49%-ով, Սահակաշվիլիի Միացյալ ազգային շարժումը 27% և հայրենասերների դաշինքը 5%-ով։ Միամանդատ 73 շրջաններից կեսից ավելիում կանցկացվի երկրորդ փուլ, քանի որ որևէ թեկնածու 50%-ից ավելի ձայն չի հավաքել։ 9-րդ գումարման խորհրդարանում հայ падգամավորների թիվը նախորդի համեմատ չի փոխվել։ Մեծամասնական ընտրակարգով ընտրված 1 падգամավորն ու համամասնականով ընտրված 2-ն իշխող վրացական երազանք կուսակցությունից են։ Մեծամասնական ընտրակարգով ընտրված падգամավորները հնարավորություն ունեն շատ հարցերին լուծում տալու տեղում, իսկ կուսակցական մակարդակում քաղաքական առումով կարծում եմ այդքան մեծ հնարավորություն չունեն, թեև փորձեր եւ ջանքեր գործադրում են, բայց ինչպես տեսնում ենք, նույն ցեղասպանության ճանաչման հարցի հետ կապված խնդիրներ կան։ Վրացագետի ձևակերպմամբ Սահակաշվիլիի պրոթուրքական իշխանությունից և վրացական երազանքի կոալիցիոն 4 տարիներից հետո հայ-վրացական հարաբերությունները կարող են նոր շունչ ստանալ։ Այս քաղաքական ուժը արդեն ազատվելով այլ պրո-եվրոպական, եվրոատլանտյան այդ ուղղություն ունեցող քաղաքական ուժերից ազատվելով կարող է ավելի ազատ լինել ռուս-վրացական հարաբերություններում, ինչը անուղղակի արդեն կազդի հայ-վրացական հարաբերությունների ընթացքի վրա, դինամիկայի եւ նույնիսկ առևտրաշրջանառության։ Վրաստանի քաղաքացիների համար այս ընտրությունները 4 տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կարևոր էին ժողովրդավար ընտրական գործընթացին վերադառնալու առումով։ Միջազգային կազմակերպությունները հիմնականում զեկուցել են, որ մի քանի լուրջ ծեծկռտուքներն ու հատկապես ձայների հաշվարկի ժամանակ խախտումները չեն ազդել վերջնական արդյունքի վրա։ Անի Ավետյան, Վան Ավագյան, ժամը լրատվական։